ճիշտ է, օրենքը պետք է պահվի, օրենքի ամեն ինչը պետք է արվի, բայց ես խոսքս ուզում եմ ուղղել ուժային մարմիններին, եթե պահը գալի մի պահ, որ ծնողը այդ ֆոնի վրա, էմոցիոնալ ֆոնի վրա իր երեխայի ճակատագրի մասին պարզելու ինֆորմացիա ունենալու ֆոնի վրա ինքը ինչ-որ օրենք է խախտում, մի հատ նախ մտածեք, դուք արդյոք արել եք այն ամենը ինչ-որ այդ մարդը չաներ էդի, թե չեք արել։ Նոր դրանից հետո մտածեք այդ մարդու օրենք խախտելու մասին, մնացած գործողությունների մասին, որովհետև էլ եմ ասում, այդ ցավը երբեք չի կարա մեզի, այսինքն մենք չենք կարա այդ ցավի տակ երբևէ հասկանանք հաջորդ պահին ինչ գործողություն կանենք, որովհետև երեխու այդ չիկյարն ասեմ, ցավն ասեմ, սպասումն ասեմ, տանջում ու անկառավարելի է դարձնում մարդուն։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք Կարմիր խաչի օգնությունով ստանձնել ենք աշխատանք, որի արդյունքում ստեղծվելու է հասարակական կազմակերպություն, ես իրազեկման կարգով եմ ասում, որ 90-ականների ծնողները արդեն տարեց մարդիկ էլ եթե իմանան կարող են մեզի գտնել։ Միավորվելու ենք բոլորս ու անհայտ կորածների հիմնահարցը աշխատելու ենք սարքել ընդհանուր, որովհետև սենց շարունակվի մի քանի տարի հետո կարող է մենք էլ նույն կարգավիճակին արժանանանք, մոռացվենք ու աշխատանքները ավելի դժվարանա։ Դրա համար իրազեկման կարգով ասում եմ, այդ աշխատանքները շարունակվում է, շնորհակալություն եմ հայտնում մեր իրավաբան գործընկերներին ամենօրյա ռեժիմով մեզի աջակցելու, մեր կողքին լինելու համար, ու երևի այսքանով կավարտեմ խոսքս, ընթացիկ հետո, որ արդեն մենք ստեղծվենք երևի էլի ավելի մանրակրկիտ ամեն խնդիրների մասին խոսանք, ոնց որ Սամվելն ասեց, այս ասուլիսի պահը ավելի ամենամե երևի կսարքենք արդեն հաշվետվության կարգին, այսինքն տարվա կտրվածքով ինչ գործողություններ պետք է արվեն, չեն արվել կամ ինչ արվել, ինչ առաջընթացներ ունենք, որ մեր հանրությունն էլ իմանա, որ այս խնդիրը կա, այս խնդրի մասին մտածողներ կան, ու մեկ էլ եթե մենք այս խնդրի անտեսենք հաջորդի մեր երկրի մար պայքարող ժողովրդին կվախենում եմ, որ կասկածի առեկանք, որ իրանք սկսեն մտածել, էլի, եթե այս մարդկանց վերաբերմունքը սենց է արդյոք ճիշտն է դա։ Ամեն դեպքում, եթե մի բան սխալ ասեցի կներեք, էլ եմ կրկնում առաջին անգամ նահարային խոսք եմ ասում, խոսքը փոխանցեմ հաջորդ մասնակիցներին։